Իմ համար շատ զարմանալի էր, որ այս 36 տարվա ընթացքում մայիսի 27-ին առաջի անգամ, երբ որ մենք ռուսական կայսրության հետ հական կոպիտ ասած ու զոհեր տվինք, մինչև այսօր դա չի նշվել ոչ մի ձևով։ Էլֆինջան Էդուարդի հետ խոսալուց ասես Տիգրան ջան, բայց դու գիտես ու ինչ գնացել ես, մենք այդ բան այդ միջոցառում նույնիսկ չենք արել, շատ ցավալի է իմ համար, որ մենք մեր էլիտան է, ասես կոպիտ ասած, հայ էլիտան է այդ օրը զոհաբերել, տղեկն են եղել, Խուճուճեդոներ, Շանտներ, Ռոլանդներ, իր աղբեր Ռոմիկներ, Գևորգյան աղբերները, Սամոն, Ռուբոն, Սասունցի Դավիթ Ջոկատի, այն ժամանակ եղել է Սասունցի Դավիթ Ջոկատի հրամանատար Գևորգյան Սամվելը, իր աղբեր Ռուբոն, Սարի Թաղի Վրեժներ, Աշոտ Նավասադյաններ, Գևորգյան եղբայրների ջոկատներ, Աշոտ Կարապետյանը, Մխիթար Գևորգյանը, նույնիսկ անուններ հիմա չենք տա, մեր աղբերներն են եղել, մեր հայ ազգի զինվորներն են եղել, դրա համար ես կոչ եմ անում բոլորի տղեկ ջան, սա առիթ է, կարանք նույնիսկ հավաքվենք բոլորս իրար հետ հռչակենք հերոսների տոն, ոնց են ուկրաինցիք ասում Գերոյեմ Սլավա, կարանք այդ օրը տես մի օր սարքենք, մեջ վերում անեմ Գրիգորյան ջան, այդ ժամանակ 89 թվականին հայոց ազգային բանակը ստեղծել է Ռազմիկ Վասիլյանն։ ամեն հաբի տղեկներն էին սա ստեղ։ Ռազմիկ Վասիլյանն ա եղել, Ռազմիկ Վասիլյանի հետ ճայ մայիսը։ Մի խոսքով տղեկ ջան, բոլորիդ մայիսի 27-ին ժամը 7-ին, 27-ին ժամը 7-ին, սենց ասում որ հիշվող լինի, սպասում ենք ձեզ Սասունցի Դավիթի արձանի ոտքերի տակ մեր հերոս, մեր բանը էպոսի եւ կայարանը, որտեղ դեպքերը կայացավ, բոլորից սպասում եկեք իրար հետ համախմբվենք, սա մի առիթ է, որ մենք համախմբվենք ու տեր կանգնենք մեր անկախությանը, մեր պետության հզորությանը, պետականությանը եւ վերջով սա մեր պարտականությունն է, մեր ազգի մեր նկատմամբ։ զոհվածների հիշատակը վար պայենք մայիսի 27-ի արդիվ։ Սպասում ենք բոլորի, դիփ հայ։